Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Աստծո բարի։ Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանը մի աննախադեպ խոստովանություն արեց, նշեց, որ այդ թվում նաև ԱԱԾ ծառայողներն են գնում հոգևորականների մոտ եւ խնդրում, որ պատարակների ընթացքում զեղչեն կաթողիկոսի անունը։ Դուք սա ինչպես կմեկնաբանեք։ Նիկոլ Փաշինյանը ինքը մեկնաբանեց ձեր այդ հարցին, որ իրենք դա անում են ոչ թե ի պաշտոն է, այլ քանի որ ծանոթ են, կապեր կան, նախկինում էլ աշխատել են, գնում են տեսակետ հասնեն, ճշտում են կտա անունը, թե չի տա։ Եթե տվյալ հոգևորականն ասել է, որ ես չեմ տալու իր անունը, դա չի նշանակում, որ այդ հոգևորականի վրա նաև չեմ կարծում, որ այդ հոգևորականի վրա ճնշումներ են գործադրելու կամ հետագայում որոշակի բաներ են հորինելու։ Չի ուզում վարչապետը, որ իր մասնակցած պատարակներին Բեաթարի անունը տան, նախապես ճշտում է, տալու են թե չէ, նոր հետո գնա։ Կարծում եմ ամեն ինչ հենց այդ համատեքստում է։ Ընդհանուր առմամբ բացասական են վերաբերվում նման բաներին։ Ես կարծում եմ, որ եկեղեցու կանոնակարգ օրենքով այդ պատարակի արարողությունները ինչ որ արվում են, դրա պահպանությունը հայ առաքելական եկեղեցին, որ պահել է արդեն, այսպես ասած, 2000 տարի, իմ կարծիքով դա էլ փոփոխության կարիք ունի։ Ես բազմաթիվ անգամներ բազմաթիվ հոգևորականների ասել եմ, եւ այդ փոփոխությունները ես կարծում եմ, որ գերանանրաժեշտ են, որովհետեւ պատարակները տևում են 2 ժամ 15 րոպե, եկեղեցիներում աթոռներ տեղադրել են, ինչքան հիշում եմ, 70 թվականներից հետո, այդ պատարակների ժամանակ, առավել եւս պահքի օրերից հետո, մեծ պահքի ժամանակ մարդիկ գնում են, առևտուր են անում, անհամբեր ընտանիքը սպասում է, որ պատարակից հետո հաղորդություն պիտի ստանաս ու հետ վերադառնաս, իսկ այդ պատարակը 2 ժամ տևելով մտքումդ միայն ուտելիքներն են, ու այդ 40 օրը ինչ մեղքերից փորձել ես թոթափես, նորից նորանոր մեղքեր ես վերցնում վրա, մտքումդ վանահորը ինչ որ բան ասելով, որ շուտ ավարտի այդ ամեն ինչը։ Ընդհանրապես կաթոլիկ եկեղեցում շաբաթ կիրակի օրերը պատարակներ տալիս են 3 անգամ պատարակները ոչ ավելի երկար են տևում, քան 15-ից 20 րոպե եւ տալիս են առավոտյան, կեսօրին եւ երեկոյան, որ մարդիկ ում որ ժամին հարմար է, այդ պատարակին մասնակցի, հաղորդություն ստանա։ Ես կարծում եմ, որ հայ առաքելական եկեղեցին իսկապես լուրջ փոփոխությունների կարիք ունի, որ այն ինչ որ 2000 տարի առաջ ընդունվել է եւ ընկալելի է եղել, հիմա այդքան էլ ընդունելի ու ընկալելի չի, եւ այդ ամեն ինչը մեր նոր մարդկային կյանքի ռիթմերի հետ համընկեցնել է պետք, եւ նաեւ այդ պատարակների կարգում անուններ հնչեցնելու եւ այլն եւ այլն։ Պարոն Սարգսյան, բայց ԱԱԾ-ն հատուկ գործառույթներ ունի, օրենքով սահմանված է ԱԱԾ-ի գործառույթների շրջանակը, եւ հետո Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ չի մասնակցում այս ամեն ինչին, նա հայտարարել է, որ ինքը քրիստոնյա է, որպես շարքային քրիստոնյա է այս ամեն ինչին մասնակցում։ Օրինակ, ես չեմ ճանաչում քրիստոնյայի, որը կարող է ԱԱԾ-ին ինչ որ հարցով դիմել եկեղեցու կարգ ու կանոնի հետ կապված։ Այստեղ պաշտոնական դիրքի չարաշահում չկա։ Գիտեք ինչը, ես նորից եմ ասում, որ ես չեմ ողջունում նման մոտեցումները։ Հակաժողովրդավարական համարում եք։ Եվ Նիկոլ Փաշինյանը իր արած գործունեության համար ինքը պատասխանել է եւ ձեր հարցին պատասխանել է դրան։ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, թե որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պիտի ապահովվի ցանկացած տեղում։ Եվ ԱԱԾ-ն պարտավոր է այդ անվտանգությունը։ Չէ, ներողություն, ոչ մեկ չի ասում, որ անվտանգության աշխատակիցները չուղեկցեն վարչապետին, եթե նա նույնիսկ այդ պատարակներին որպես վարչապետ չի գնում։ Խոսքը դրա մասին չէ, խոսքը գնալ ԱԱԾ-ից, գնալ ներկանալ ԱԱԾ-ից եւ ասել պատարակի տեքստը փոխ։ Հիմա պատկերացրեք, մարդիկ ԱԱԾ-ի անունը լսում են, սարսափում են։ Հիմա սա ինչքանով է ժողովրդավար։ Գիտեք ինչ, ընդհանրապես ժողովրդավարության առումով եթե խոսում ենք, որ
Դա ժողովրդավար է, թե ժողովրդավար չի։ Ժողովրդավար չի նաև, որ եկեղեցին օտար երկրյա ԱԾ ուղղորդմամբ փորձում է Հայաստանի Հանրապետությունում կամ որևէ երկրում որոշակի գործառույթներ կիրառել։ Իսկ որ փորձում է, դա ակնհայտ է, դա արվել է Մոլդովայում, դա արվել է Վրաստանում, հիմա կարող եմ ասել, որ նույն բանն արվում է նաև Ադրբեջանում։ Այսինքն Ռուսաստանի հատուկ ծառայությունները եկեղեցու որոշակի թևերի իրենցով են արել, եւ դա որպես գործիք, որպես միջոց օգտագործում են անկախ հանրապետությունների վրա, ովքեր նախկինում իրենց ազդեցության դաշտում են եղել, եւ փորձում են դրանով ներքաղաքական կյանքին խառնվել։ Ոստեղ իսկապես ԱԱԾ-ն անելիք ունի, չգիտեմ ժողովրդավարության առումով թե ինչ առումով, նայեք նույն Ադրբեջանում, այդ Շաքար Մուրադ Փաշազադեի մասով, նույն տարբերակն է, չէ՞։ Հիմա Ալիևը այնտեղ էլ է փորձում ինչ որ բաներ անել եւ չի բացառվում, որ Փաշազադեին ազատեն կամ դատեն անգամ, որովհետեւ ադրբեջանական մամուլը հստակ գրում է, որ այդ մարդը Պարսկաստանի կրոնական դպրոցներն ավարտելուց հետո գնացել է Աֆղանստան եւ այնտեղ որպես կրոնական բանակցել է սովետական միության գերին կած զինվորների ազատ արձակման խնդրում եւ այդ առումով չի կարող սովետական միության ազգային անվտանգության կողմից ինքը հաշվառված չլինի կամ հավաքագրված չլինի։ Եվ նույնիսկ գրում է, որ իրեն հավաքագրել է Իլհամ Ալիևի հայր Հեյդար Ալիևը, որն էլ հիմա Ռուսաստանի այդ Ալիևի դեմ արվող իշխանափոխության փորձի ժամանակ, որ գիրառել էին իր օգնականին, այդ առումով այդ խմբի մեջ է եղել։ Ինչի համար է մեզ ամեն ինչն ասում։ Ասում եմ, որտեղ իսկապես ազգային անվտանգությունը գործում է նախկին սովետական հանրապետություններում եւ նախկին սովետական հանրապետություններում ազգային անվտանգությունը գործում է եկեղեցու միջոցով։ Եվ այդ առումով շատ պինդ պայքար է սկսել Հայաստանի Հանրապետությունում։ Ինչու է այդ պայքարը սկսել։ Շատ պարզ պատճառով, որտեղ եկեղեցին միակ կառույցն է այսօրվա Հայաստանի Հանրապետությունում, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը իր մտածելակերպով 100% իշխանություն ունի։ Այսինքն եկեղեցու ղեկավարին, ամենայն հայոց վեհափառ հայրապետին իրենք համարում են իրենցը։ Մնացած ոչ ազգային ժողովում, ոչ ուժային կառույցներում, ոչ հանրային կարծիքում իրենք ամբողջական իշխանություն չունեն։ Եվ այս համատեքստում, եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները, չգիտեմ, ինչ ինֆորմացիաներ ունեն, որ եկեղեցին դրսի ազգային անվտանգության ցուցումներով է աշխատում, իրենք էլ այդ դրսի ազգային անվտանգության ցուցումներով աշխատող եկեղեցու սպասավորներին պիտի փորձեն ազգային անվտանգությամբ կարգի իրավիճել։ Տեսեք, վարչապետն ասում է ինձ պետք չէ կաթողիկոս, որը ենթարկվի ինձ պետք է կաթողիկոս, որ չենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտի եւ ամենօրյա ռեժիմով չզեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին։ Սա ուշագրավ դրվագ է։ Ըստ էության Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Գարեգին երկրորդ կաթողիկոսը ենթարկվում է օտար հատուկ ծառայության լեյտենանտին։ Սա դուք ինչպես կմեկնաբանեք, կա նման կասկած մեր կաթողիկոսի հետ, թե ոչ։ Իհարկե նման կասկածներ կա հայ առաքելական եկեղեցու ցանկացած բարձրաստիճան սպասավորի առումով, առավել կաթողիկոսի։ Գիտեք ինչ, կաթողիկոսի առումով ինքը ունի նման կասկածներ, թե ոչ, կարծում եմ Նիկոլ Փաշինյանն ունի։ Ես ունեմ նման կասկածներ, թե ոչ։ Ես որևէ մեկին, որևէ առումով գործակալ անվանելու համար կամ նման մոտեցում ցուցաբերելու համար պիտի հիմնավոր արգումենտներ ունենամ։ Իմ հիմնավոր արգումենտի էությունը հետևյալումն է, որ 2020 թվականին, երբ որ նոյեմբերի 9-ին ստորագրվեց այդ փաստաթուղթը, այդ փաստաթղթից հետո Հայաստանում ստեղծվեց մի իրավիճակ, որ որոշակի խմբեր մտան կառավարության շենք ջարդուփշոր արեցին, որոշակի խմբեր հարձակվեցին Արարատ Միրզոյանի վրա եւ Արարատ Միրզոյանը ուղղակի ճակատագրի բերումով փրկվեց ու չմահացավ։ Եվ դրանից հետո վեհապար հայրապետը այն ուժերը, որոնց խմբերը, որոնց համախոհները գնացել ու այդ քայլերն արել էին, այդ ուժերի, այդ խմբերի հետ
նաև Հայաստանի Հանրապետության բանակի գլխավոր շտաբի հետ միասին պաշտպանեց վարչապետի հրաժարականը։ Իսկ այդ խմբերը ամբողջական ռուսական համատեքստում էին։ Հիմա դուք կարող եք ինձ հարց տալ, ասել, իսկ արդյոք Ռոբերտ Քոչյանը հանդիսանում է ռուսական ազդեցության գործակալ, կամ արդյոք Դաշնակցության այսինչ մարդը իրենք գործել են այդ համատեքստում։ Իրենց տեսակետները ու Մարիա Զախարովայի տեսակետները մեկին մեկ համընկել են։ Ու վեհապար Հայրապետը փոխանակ այդ իրավիճակներում հանրությանը կոչ աներ, որ պետք է համախմբվել Հայաստանի Հանրապետության գործող իշխանության շուրջը, որ դատապարտեր Արարատ Միրզոյանի վրա տեղի ունեցած հարձակումը, դատապարտեր կառավարության եւ ազգային ժողովի շենքերի ջարդուփշուր, ինքը պահանջեց վարչապետի հրաժարականը։ Արդյունքում վարչապետը հրաժարական տվեց 2021 թվականին։ Եվ արդյունքում ժողովուրդը իր քվեն Նիկոլ Փաշինյանին տալով մերժեց վեհապար Հայրապետին։ Վեհապար Հայրապետը մնաց Ռոբերտ Քոչարյանի հետ, ով աթեիստ է, ով չի խաչակնքվում, ով ունի ամենամեծ բացասական վարկանիշը Հայաստանի Հանրապետությունում, եւ այդ բացասական վարկանիշը տարածվեց նաեւ վեհապար Հայրապետի վրա։ Ու քանի որ այդ թևը ամբողջությամբ ռուսական համատեքստում է գործել առեսօր, իրենց մոտեցումները ու Ռուսաստանի իշխանությունների կամ նրանց արտաքին գործերի նախարարության խոսնակի մոտեցումների մեջ տարբերություն գրեթե չի եղել, կարելի է հազար ու մի ենթադրություններ անել, նաև ենթադրություն անել, որ այդ մարդիկ ռուսական ազդեցության գործոն են կամ գործակալ։ Պարոն Սարգսյան, այդ դեպքում եթե նման բան կա, որ կաթողիկոսը զեկուցում է օրինակ KGB-ի լեյտենանտի, այդ մասով գործերը ուր են, այդ մասով պետական ռեսուրսների կենտրոնացումը ուր են։ Հիմա մենք տեսնում ենք, որ ասում են երեխա է ունեցել, ամբողջ պետական ռեսուրսը դրել են այդ հարցի վրա։ Եթե նման բան կա, դա ավելի ուշագրավ, ավելի կարևոր է, իհարկե բոլորի անմեղության կանխավարկածը պահելով եւ զուտ այսպես շրջանառվող տեղեկությունների հիման վրա, վարչապետի հայտնած տեղեկությունների հիման վրա հարցը ձևակերպելով, ինչու այդ ուղղությամբ մենք չենք տեսնում ուշագրավ զարգացումներ, այլ տեսնում ենք, թե ով ումից երեխա ունի, ով ում հետ լոգարանում վիդեո ունի։ Նարեկ ջան, ամեն ինչ այդքան պարզ ու սևոսպիտակ չի։ Ամեն դեպքում իմ կարծիքով նաև այսօրվա իշխանությունը իր ազգային անվտանգությանը հրահանգել է, որ ծայրից ծայր ստուգեն վեհապար Հայրապետի կապերը, զանգերը եւ այլը եւ այլը։ Ես բացառում եմ, որ հրահանգած չլինեն։ Բայց տեսեք, ասենք դա ստուգելու ու հիմնավորել, որ ինքը հատուկ ծառայությունների աշխատակից է, այդ չափից ավել դժվար խնդիր է։ Չափից ավել դժվար խնդիր է։ Մեր հանրության մեծ մասը համարում է, որ հոկտեմբերի 27-ը արել է Ռոբերտ Քոչյանը կամ պատվիրատուն Ռոբերտ Քոչյանը, բայց դա ապացուցելը ամբողջ իշխանական, կնճական, ազգային անվտանգության ջանքերը որ դնես, միևնույն է, դա ուղիղ կերպով ապացուցելը այսքան տարիների մեջ դարձել է անհնարին։ Ինչու՞, որովհետև այդ կապերը ուղիղ չեն։ Որևէ մեկը ուղիղ չի ասում, որ դու վեհապար Հայրապետ գնում ես ու այսինչ հայտարարությունն ես անում, որ իրենք էլ ֆիքս են, ասեն տես գործակալ ես։ Այդ արվում է բազմաթիվ տարբեր մեթոդներով ու ձևերով, դրա համար էլ հատուկ ծառայությունները հատուկ ծառայություն են եւ նրանց գործակալներին բացահայտելը գրեթե անհնարին է։ Դրա համար աշխարհի տարբեր երկրներ օգտագործել են լյուստրացիայի մեխանիզմը եւ փորձել են լյուստրացիայի միջոցով բացահայտել ազգային անվտանգության արխիվներում եղած բոլոր կապերը եւ այլն։ Բայց այս համատեքստում էլ նախ մեր արխիվներում բազմաթիվ պահոցներ այրվեցին 99 թվականից հետո ազգային անվտանգության արխիվներում, երկրորդ սովետական միության փլուզումից հետո այդ արխիվների մի մասը ուղղակի տեղափոխվեց Ռուսաստան, որ այստեղ չմնա եղած վախից, այնպես որ այս առումով էլ խնդիրներն այդքան հեշտ չեն։ Այնպես չի, որ չեն ուզում բացահայտեն ու բացահայտած այդ թղթերով ու փաստերով ցույց տալ։ Իհարկե ուզում են, իհարկե այդ ուղղությամբ քայլեր են անում, բայց դա անելը հեշտ չի։ Իսկ այդ որ դուք ասեցիք ԱԱՑ-ին հանձնարարված է կաթողիկոսին կապ շարժը վերահսկել, դա օրինական է։ Գիտեք ինչ, Հայաստանի Հանրապետության առաջին դեմքը իրավունք ունի որևէ կասկածի պարագայում ցանկացած մարդու
արտաքին կապերը ազգային անվտանգության միջոցով ստուգել։ Եթե կա կասկած, որ մարդը արտաքին կապերով հրահանգներ է կատարում, իսկ երբ որ տեսնում ես, որ մարդկանց որոշակի խումբ ամբողջական ռուսական համատեքստում է, գործում է այդ ուղղությամբ, Հայաստանի ապագան, ինքնիշխանությունը, Հայաստանի զարգացումը, Հայաստանի գործունեությունը տեսնում է այդ համատեքստում, դու պարտավոր ես այդ ստուգել, որտեղ արտաքին քաղաքական միջամտությունը թե Վրաստանում, թե Մոլդովայում, թե Ուկրաինայում, թե Լեհաստանում, թե Ռումինիայում, այսօր թե նաև թե Ադրբեջանում այդ ուղղությամբ արվել է։ Հիմա եթե չեն արվել, ասենք մենակ Հայաստանն է, բացառություն է, մենակ մեր մոտ են այսքան կասկածամիտ ու եկեղեցու ստուգում են, եւ դա օրինական է, թե օրինական չէ։ Եթե կա արտաքին միջամտության վտանգ, այդ արտաքին միջամտության վտանգը պիտի ստուգվի, ու դա օրինական է։ Եվ ամեն կերպ պետք է թույլ չտրվի, որ արտաքին միջամտությամբ Հայաստանի ներքաղաքական կյանքում փորձեն փոփոխություններ անել այս կամ այն երկրի շահերից ելնելով։ Տեսեք, այդ դեպքում օրինակ կաթողիկոսն էլ կարող է մի ծանոթ քաղաքական գործիչ, պաշտոնյա գտնել, չգիտեմ, օրինակ ազգային ժողովի կանոնակարգում ինչ որ փոփոխություն, դրվագային փոփոխություն մտցնել եւ օրինակ Նիկոլ Փաշինյանին խոսքի իրավունք չտան հարց ու պատասխանի ժամանակ։ Դա նույն բանն է ստացվում։ Ինչ հիմա անում է Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն ինչպես խոսքի իրավունք չտան։ Կա Հայաստանի Հանրապետության սահմանադրություն, որով Հայաստանի Հանրապետությունը պարլամենտական երկիր է եւ աշխարհի բոլոր պարլամենտական երկրներում վարչապետները խոսքի իրավունք ունեն։ Հիմա տեսեք, կա եկեղեցու կարգ ու կանոն, որտեղ պատարակի ընթացքում հնչեցվում է կաթողիկոսի անունը։ Եվ դա իշխանությունները զեղչել են տալիս։ Հիմա դա նույնն է, որ կաթողիկոսն էլ ինչ որ մի բան պետական կառավարման համակարգում փորձի զեղչել տալ։ Կաթողիկոսը փորձում է պետական կառավարման համակարգում զեղչել տալ։ Ինքը պահանջել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հրաժարականը Հայաստանի Հանրապետության կենսագրության մեջ ամենածանր իրավիճակում եւ ամենադաժան պարտությունից հետո։ Դուք պատկերացնում եք դրանից հետո, եթե ժողովուրդը այն հրապարակում որ քիչ էր, իսկ Ռուսաստանն ուզում էր, որ մարդիկ այդ հրապարակում ավելանային, ու այդ կոչին միացավ կաթողիկոսը, ու մարդիկ ավելանային ու Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենար իշխանափոխություն, տեղի չունենար 2021 թվականի տեղի ունեցածը։ Դրանից հետո ինչ կլներ։ Ես կարող եմ ասել, միանշանակ Հայաստանի Հանրապետությունը դինելու է մաքսիմումը Բելարուսի կարգավիճակի ինչ որ երկիր, մինիմումը գուբերնիա։ Մեղրի միջանցքներ վերահսկելու են ռուսները, Ադրբեջանն ու Թուրքիան էլ այդտեղով գնալու էին, գալու էին, ինչքան կեֆներ է տալ ու ինչպես կեֆներ է տալ, որովհետև այդ իրենց միասնական ծրագիրն է եղել։ Դա միանշանական իրենց միասնական ծրագիրն է եղել։ Վերջի վերջո այդ մեղրի միջանցքով անցուդարձը ռուսների հետ համաձայնեցման դեռ այն ժամանակ 92 թվականին, եթե չեմ սխալվում, այդ ժամանակ Թուրքիան վարչապետական խորհրդարանական համակարգ էր, պետության ղեկավարը վարչապետներ եւ Թուրգուտ Օզալներ եւ առաջի այդ գաղափարի հնչեցնողը Թուրգուտ Օզալն է եղել։ Այնպես որ այստեղ առանձնապես քննելու կամ ասելու որ դե թո կաթողիկոսն էլ չաներ, այ կաթողիկոսը ոչինչ չէր արել ու իշխանություններն էլ հիմի կաթողիկոսից պահանջում են կամ եկեղեցուց պահանջում են, այո։ Ես նորից եմ ասում, ես նման մոտեցումների կողմնակիցը չեմ, կտան անունը, չեն տա անունը։ Այդ Նիկոլ Փաշինյանն է, որ իր ներկայությամբ չի ուզում, որ այդ անունը տան։ Ինքն էլ տվյալ եկեղեցու եկեղեցականի խնդրում է, ասում է, որ այդ անունը մի տվեք։ Հիմա այդ եկեղեցականը չի ուզում, ասում է չէ տալու եմ, ինչ են անում։ Այսինքն այս սարքել ենք մի բան, որը քաղաքական թեմա է ու քննարկում ենք արդեն երևի 15 րոպե։ Նիկոլ Փաշինյանին այդ հարցը տվեցիք, ինքը պատասխանեց, Նարեկ։ Ես դրան ինչ պատասխանեմ։ Ես չեմ սկսել այդ։ Դուք եվրոպական արժեքներ կրող գործիչ եք ներկայանում, պարոն Սարգսյան, Եվրոպայում ԱԱՑ-ի վարչապետի քմահաճույքների համար օգտագործելը ընդունելի է։ Եվրոպայում ԱԱՑ-ի միջոցով նույն Ռումինիայում երկրորդ փուլ անցած նախագահի տեխնացուին ընտրապայքարից հանեցին եւ որևէ մեկը չասաց, որ դա խախտում է։ Այսինքն ձեզ թվում է ժողովրդավարությունը ամենալուրջ պաշտպանության կարիքն ունի։ Այսօր Ռուսաստանը բիրտ ուժով
Ուկրաինայի տարածքային ամբողջականության վրա փորձում է ոտնձգություն անել։ Նույնիսկ սպառնում է Եվրոպային։ Ինչ այդ Եվրոպան ասի այ ժողովրդավարության համատեքստում իմ մոտ են մարդիկ, ովքեր որ նստած են ռուսական համատեքստում, իրենց ոչինչ չանեն, որտեղ կա մարդու իրավունքներ եւ այլ եւ այլ։ Այդ այդպես չի։ Ժողովրդավարությունը պիտի կարողանա պաշտպանվել։ Այո, Եվրոպայում շատ ավելի ծանր, երբեմն շատ ավելի դաժան են վերաբերվում են մարդկանց հետ, ովքեր արտաքին քաղաքական միջամտություն են փորձում անել ներքաղաքական կյանք։ Կաթողիկոսը սպառնալիք է Հայաստանի ժողովրդավարությանը։ Գիտեք ինչ, բոլոր այն քաղաքական թևերը, ովքեր Հայաստանի ապագան փորձում են ամրացնել Ռուսաստանի հետ, ել ավելի խորացնելով Ռուսաստանի հետ կապերը, ովքեր Հայաստանի բարեկեցությունը տեսնում են այդ համատեքստում, իմ կարծիքով, իմ համոզմամբ սպառնալիք են Հայաստանի Հանրապետության անկախությանը։ Եթե դուք տեսնում եք, որ կաթողիկոսը այդպես է ուզում, ապա դա սպառնալիք է, այո։ Դուք Թե տեսնում եք կաթողիկոսը, թե ազգային ժողովում այդ երկու խմբակցությունները, որոնք ռուսական համատեքստում են, որոնց համար Հայաստանի միութենական պետություն լինելը այդքան էլ քննարկման թեմա է, այո, սպառնալիք են։ Սպառնալիք են Հայաստանի Հանրապետության զարգացմանը, սպառնալիք են Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, սպառնալիք են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, որովհետև միջամտել են քաղաքական գործընթացների մեջ։ Կաթողիկոսը միջամտել է քաղաքական գործընթացներին եւ քաղաքական գործընթացներն էլ տեղափոխվել են հայ առաքելական Սուրբ եկեղեցու այն անդամների վրա, ովքեր քաղաքական հայտ են ներկայացրել կամ քաղաքական դրսևորումներ են ունեցել։ Պարոն Սարգսյան, 4 սրբազանը արդեն բարձրաստիճան հոգևորականը հայտնվեց ճաղերի հետևում, սա ինչպես կմեկնաբանեք, ինչ գնահատական ունեք, օրինակ ընդդիմադիր շրջանակները, խորհրդարանական եւ նրանց համակիրները ասում են, որ սա կաթողիկոսին թուլացնելու գործընթաց է։ Դե իրենք ուրիշ բան չպիտի էլ ասեն, բայց ես ինչ կասեմ իմ համար, գիտեք ինչ, հեշտ չի այսօրվա դրությամբ այն նույն անմեղության կանխավարկածը հաշվի առնելով մեղադրանքներ ներկայացնել կամ ասել, որ համոզված եմ, կամ ասել, որ կասկածում եմ։ Երբ որ հայտնի խոսակցությունը եղավ քերակնոջ մասով, ես բացարձակ չէի հավատում դրան։ Ես ասում էի անհնարին է։ Հետո եղավ այդ տեսագրությունների, ասենք, ցուցադրությունը, ինչը սառը էր որոշակի առումով, խոստովան եմ, որ չեմ էլ նայել, որովհետև համարել եմ գրեհկություն, բայց իմ համար հետաքրքիր էր նաև այն, որ տվյալ սրբազանը այդ տեսահերիզները հրապարակելուց հետո ասաց, որ ինքը արհամարանք ունի այդ տեսահերիզները հրապարակողների նկատմամբ։ Ինքը չասաց, որ այդ տեսահերիզները կեղծ են, որ ինքը հետ չի։ Ցանկացած մարդ, ում այդ կարգի իրեն իր քերակնոջ հետ կապեին, միանգամից սոսկալի մեծ աղմուկ էր դնելու ու առաջինը պահանջելու էր, որ այդ տեսահերիզները ստուգեն։ Ինքը շատ հանգիստ ասեց արհամարանքս, այսինքն կասկածի տակ էլ չդրեց։ Այս ավելի մեծացրեց իմ մոտ կասկածը։ Հիմա ես չգիտեմ, ասում են, որ ինքը չգիտեմ, թմրանյութեր է կիրառել կամ օգտագործել կամ վաճառել, հետո այդ շոկային է, այդ անհավատալի է, հետո կադրեր են դնում, որ ինչ-որ մարդու է հարվածում, ինչ-որ եկեղեցու բակում, չգիտեմ, վաղը կարող է կադրեր դուրս գան, որ այդ կադրերով ինչ-որ այդ մարդը նաև որոշակի խմբերի հետ կապ ունի։ Ուզում եմ ասել, որ խնդիրը օրենքի օրինականության դաշտում է, քաղաքական համատեքստ կարող է ունենալ, որովհետև ինքը ակնհայտ գործող իշխանության դեմ է, եւ քանի որ ինքը ակնհայտ գործող իշխանության դեմ է եւ փորձում է ամեն ինչ մերժումով առաջ տանել, ես չեմ եղել, ես չեմ տեսել, չեմ լսել, չեմ խոսել, այս այն քրեական մշակույթում, որ ասում են ատկազով փորձում է ամեն ինչ այդպես մերժելով տանել, կարող է նաև դրան հակադարձում լինել։ Չգիտեմ, կան քննչական մարմիններ, այդ կառույցները ունեն շատ լավ փաստաբանական թիմեր,
որոնք կարողացել են թե Ռոբերտ Քոչյանի դատավարությունները, թե Սերժ Սարգսյանի դատավարությունները, թե բազմաթիվ այլ մարդկանց դատավարություններ տանել այնպես, որ նրանց դատարանի դահլիճներից բաց են թողել եւ իրենք հաղթել են այդ դատարաններում, այնպես որ եթե մեղավոր չի, էլի կարող են հաղթել։ Եվ հիմնականում իշխանություններին մեղադրում են այն բանում, որ դատական համակարգը այնքան կայացած չի, որ նախկին իշխանությունները այդ դատական համակարգում կարողանում են չդատվել, կարողանում են պլստալ, կարողանում են դուրս գալ։ Հիմի, եթե կարողացել են իրենց պարագայում, այս պարագայում էլ կկարողանան, առավել եւս, եթե այդ ամեն ինչը օրինված է։ Եվ պարոն Սարգսյան, ձեր նախկին կուսակից դատավորն է հիմնականում այս հնչեղություն ունեցող գործերով կալանքներ տալիս։ Սա ինչպես կմեկնաբանեք, ընկալվում է նա Մասիս Մելքոնյանը նախ իշխանության սրտի դատավորներից մեկը, դուք տեսնում եք այստեղ միտում, որ քաղաքական պատվեր կատարվի։ Գիտեք ինչ, նախ Մասիս Մելքոնյանի այդ բոլոր ծանր դատավարությունները ով դատի, կարգը այսպիսին է, գնում է որևէ դատարան, այդ դատարանում վիճակահանությամբ որևէ դատավորի ընկնում է։ Մասիս Մելքոնյանի բախտն էլ չի բերում, անդադ այդ կարգի վիճակահանություններն ընկնում են իր վրա, այնց չի, որ իմ կարծիքով էլ ես որ Մասիս Մելքոնյանը երաշխում է, որ այդ կարգի դատերն ընկնեն իրեն։ Ինչ վերաբերվում է նրան, որ Մասիս Մելքոնյանը քաղաքական պատվեր անի, թե չէ, իսկ ինչի պիտի այդ քաղաքական պատվերն անի։ Եթե նույնիսկ այդ ընդդիմադիրների տրամաբանությամբ շարժվենք առաջ, Մասիս Մելքոնյանը իշխանությունների պատվերը ամենաշատ կատարածն է ու Մասիս Մելքոնյանի նկատմամբ պատժամիջոց կիրառեցին, ինչ որ դատական նիստում, ինչ որ մեղադրյալի իրավունքները ամբողջությամբ չկարդալու առումով։ Այն դեպքում, որ Մասիս Մելքոնյանը առաջխաղացման հնարավորություն ուներ ու պիտի տեղափոխվեր, չգիտեմ, Վշռաբեկ թե Երկրորդ դատարան։ Այսինքն դրեցին այս մարդուն, իրենց այդքան ծառայություն մատուցած մարդու նկատմամբ վարույթ կազմակերպեցին եւ զգուշացում տվեցին, որը գրվեց իր կենսագրությունում ու մարդը չկարողացավ առաջխաղացում անել։ Այդ դեպքում ինչի պիտի Մասիս Մելքոնյանը Էնել այդքան պրիմիտիվ գործի վրա իրեն զգուշացում տալուց հետո որևէ պատվեր կատարեր։ Մասին շատ լավ եմ ճանաչում, ինքը այդ տեսակը չի, ես մեր թիմի իրավաբաններ թե Արտակ Զեյնալյանի, թե Մասիս Մելքոնյանի, թե Գրիգոր Առաքելյանի, ով հիմա Սահմանադրական դատարանում է, պրոֆեսիոնալ իմացությունների եւ նրանց ազնվության վրա երբեք չեմ կասկածել ու չեմ կասկածում։ Իսկ որոշ մարդիկ, ովքեր քաղաքական նկրտումներ ունեն, նրանք ինձ էլ են կասկածում, բոլորին էլ ձեզ էլ։ Պարզապես դա դատարանի նախագահի կողմից է մակագրվում, թե որ դատավորը պետք է ձեռքով մակագրվում, ոչ թե ինչ-որ համակարգի միջոցով։ Եվ հետո էլ օրինակ տեսնում ենք, որ տվյալ օրը կենտրոնն է հերթապահ դատարանը եւ ավելանում է նաեւ Ավանի դատարանը հանկարծակի, որտեղ հենց Մասիս Մելքոնյանն է, սա զուգադիպություն է։ Գիտեք, ես իրավական հարթությունը բազմաթիվ անգամներ եմ ասել, որ իմ իմացությունների դաշտում չի, ես միջինի վիճակագրական հայի մակարդակով գիտեմ այդ ամեն ինչը։ Մի անգամ զրուցել եմ Մասիս Մելքոնյանի հետ, ինքն ասել է, որ վիճակահանությամբ որոշվում է, վիճակահանությունը որոշում է ում մոտ է գնում, այդ գնացածը գնում է այդ դատավորի մոտ, նա մակագրում է քո վրա ու վերջ։ Այսինքն, եթե փաստեր կան, որ վիճակահանություն չի եղել, ուղիղ է եղել, այդ փաստաբանները կարող են բողոքարկել։ Կարող են նաև հրաժարվել Մասիս Մելքոնյանի բացառք ներկայացնել Մասիս Մելքոնյանին, կարծում եմ դրանից Մասիս Մելքոնյանը երջանիկ կլինի։ Այսինքն իրավական դաշտը այդ հնարավորությունը տալիս է։ Կասկածում են Մասիս Մելքոնյանին, թող բացառք ներկայացնեն, ինքը երջանիկ կլինի։ Իսկ այդ որ բարձրաձայնում են քաղաքական նպատակներով, ուրիշ ոչ մի բան։ Պարոն Սարգսյան, եպիսկոպոսների միանալը Փաշինյանին ինչ տվեց այս գործընթացին։ Մենք տեսանք հակընդդեմ գործընթաց, երբ որ ավելի շատ թվով եպիսկոպոսներ կաթողիկոսին աջակցող հայտարարություն տարածեցին։ Գիտեք ինչ, չգիտեմ որտեղ էր ավելի շատ, որտեղ էր ավելի քիչ, բայց ինքը process-ը բավականին ծանր փակողային իրավիճակի մեջ է մտել եւ այդ ծանր իրավիճակը
առաջին հերթին առաջացել է եկեղեցու կառավարման համակարգ։ Այսինքն երբ որ որոշ եկեղեցականներ կամ սրբազաններ վարչապետի հրավերով հանդիպում ունեցան, ակոչ արեցին եւ վարչապետը հրավիրեց նրանց հանդիպելու, այդ ժամանակ եկեղեցին հավաք էր արել եւ այդ հավաքը տեղի չունեցավ կվորումի բացակայության պատճառով, որից հետո եկեղեցին հասկացավ, որ կառավարման համակարգում լուրջ խնդիր է առաջացել, ինքը կամ պիտի այդ սրբազաններին կարգալույծ անի, իսկ դա հայ առաքելական եկեղեցու կառավարման համակարգում փլուզում կառաջացնի միանշանակ։ Կամ պիտի այդ եկեղեցականների հետ փորձի լեզուկ։ Այս երկու տարբերակներից մեկն էր։ Եվ հայ առաքելական եկեղեցին փորձեց ցույց տալ, որ իրեն պաշտպանող աջակցող եպիսկոպոսներ կան, եւ նրանք խնդրի լուծման տարբերակը առաջարկում են վեհապարված հայրապետին, եպիսկոպոսած ժողով կազմակերպի։ Հիմա հայ առաքելական եկեղեցին եպիսկոպոսների ժողով է հրավիրելու, եւ այդ եպիսկոպոսների ժողովում ինչ է փորձելու անել, կարծում եմ փորձելու է լեզու գտնել այս եպիսկոպոսների հետ, որովհետեւ եթե լեզու չի գտնում, խզում է գնում, նրանք նորից հրաժարվում են ու պահանջում են վեհապարի հրաժարականն, ինքը պիտի կարգալույծ անի, իսկ եթե կարգալույծ է անում, դա ուղղակի թղթախաղի տնակի նման ամբողջությամբ սկսում է փլուզել։ Խնդիրը նրանում է, որ հայ առաքելական եկեղեցու միստվար հատված էլ այնպես ինչպես մեր հանրության մեջ ապրում է իմ տունը գյուղի եզրում է, ես գործ չունեմ այս սկզբունքով եւ բազմաթիվ սրբազաններ կամ վանահայրեր կան, որոնք վեհապարին հանդիպելուց աչքը համբուրում են, փորձում են վեհապարին շողոքորթել կամ դրական խոսքեր ասել, այս մյուս տևին հանդիպելուց հետո էլ փորձում են բողոքել կամ ոչ թե փորձում են, իրապես բողոքում են վեհարանի կյանքից, բարքերից եւ այլնից։ Ու իրենք սպասում են տեսնեն ով կհաղթի, նրա կողմից էլ կլինի։ Այս անտարբերների մի այսպիսի թիմ է։ Եվ այդպիսի կան, հավատացնում եմ, ինձ գրառումներ անում են կան մարդիկ եւ բարձրակշռան եկեղեցականներից, որոնց հետ ուղիղ շփում չեմ ունեցել։ Ուղղակի մեսեջերով գրում են, զրուցում են։ Անկեղծ ասեմ, որ իմ համար վեհապարի թևի մարդիկ եւ այս թևի մարդիկ ավելի ընկալելի են, քան նրանք, ովքեր այդ սպասողական վիճակում են ու երկու թևի վրա խաղում են, բայց տրամադրությունները տեսնելով ես տեսնում եմ, որ կառավարման համակարգը հայ առաքելական սուրբ եկեղեցում փլուզման վրա է, որ եթե եւս 1-2 հոգու վեհապար հայրապետը առավել եւս սրբազան փորձի կարգալույծ անել, իսկ նրանք չեն ենթարկվելու։ Չեն ենթարկվելու, որտեղ իրենց բրուտոս են անվանել, որտեղ հերձված են անվանել։ Սկզբից վիրավորում են, հետո ասում են արեք իրար հետ ժողովի։ Սկզբից վարչապետի հրաժարական են պահանջում, հետո երբ որ վարչապետը նորից ընտրվում է, արդեն փորձում են ինչ-որ բաներ, էլ չի ստացվում։ Այստեղ էլ չի ստացվում։ Եկեղեցու խնդիրները գնալու է հանգուցալուծման։ Հայ առաքելական սուրբ եկեղեցին իրապես նորոգման կարիք ունի։ Իրապես բարեփոխումների կարիք ունի։ Ադամը խնձորն ուտելուց հետո այլ բնույթ ստացավ եւ դրանից հետո նա վտարվեց դրախտից։ Մեր սրբազանները իրենց կուսակրոնությամբ ուզում են ասել, որ իրենք ավելի անմեղ են ու ազնիվ, քան Ադամը, չեն կարող։ Այդ կուսակրոնությունը անհետեթություն է։ Ես ու դու չենք պահանջել, որ հայ առաքելական սուրբ եկեղեցու եպիսկոպոսները կուսակրոն լինեն։ Մեր համար բացարձակ միևնույն է, իրենք կուսակրոն են, թե կուսակրոն չեն։ Այդ սրբազանները իրենք են որոշել, որ իրենք ուզում են կուսակրոն լինել։ Իրենք են այդ օրենքը իրենց վրա դրել։ Ինչի համար, ես չեմ հասկանում։ Իրենք պիտի այդ օրենքը փոխեն, որովհետև իրենք էլ իմ ու քոպես մարդ են։ Թող փոխեն, թող ամուսնանան, թող երեխաներ ունենան, թող դորներ ունենան, թող այդ արած չդառնա։ Որովհետև մենք էությամբ Աստված մեզ այդպես է ստեղծել։ Այդ բռնություն է։ Աշխարհաքաղաքական կենտրոններին հետաքրքրում է այս եկեղեցի պետություն, այս կոնֆլիկտը, թե ոչ Մոսկվային, Վաշինգտոնին, Բրյուսելին, այնտեղից ինչպիսի արձագանքներ կան, չկան։
Անկեղծ ասած, ես չեմ հետևում այդ բաներին, Նարեկ ջան, ես Նրանք մաքսիմում Մոսկվային աշխատում եմ։ կհետաքրքրի թե չէ։ Չգիտեմ, իմ կարծիքով հետաքրքիր է, որտեղ աշխարհակաղակական կենտրոնները, առավել եւս Եվրոպայում, համոզված են, որ նախկին սովետական հանրապետություններում եկեղեցականներին կամ հոգևոր սպասավորներին ժամանակին սովետական միության ազգային անվտանգությունը հավաքագրել է եւ առեսօր էլ տվյալ ուղղությունը շահագործում է։ Հայաստանի պարագայում առաջին Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել, որ ընդդիմադիր շարժումը կարող է ղեկավարել հայ առաքելական եկեղեցու սրբազաններից որևէ մեկը, այսինքն ինքը հայ առաքելական եկեղեցուն խորհուրդ է տվել մտնել քաղաքական դաշտ։ Ես բազմաթիվ անգամներ պնդել եմ, որ այդ մոտեցումը այդքան էլ Ռոբերտ Քոչարյանի չի, դա ռուսական մոտեցում է։ Իսկ ինչու է Ռուսաստանը այդպես մտածել։ Նորից եմ ասում, որովհետև Ռուսաստանը համարում է, որ Հայաստանը պետականություն չունենալով իր մոտ ամենահեղինակավոր մարմինը հայ առաքելական եկեղեցին է եւ միայն այդ եկեղեցում է, որ իրենք 100%-անոց իշխանություն ունեն։ Մնացած բոլոր ոլորտներում Ռուսաստանը իր 100%-անոց իշխանությունը կորցրել է։ Ասեմ ավելի, կորցրել է Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը թողելուց հետո։ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ էլի 100% չեն ունեցել։ 98, 99, 1, բայց 100 չեն ունեցել։ Հիմա իրենք փորձում են նորից այդ 100%-անոց իշխանությունը վերականգնել եւ այդ առումով Հայաստանի Հանրապետությունում օգտագործելու են բոլոր գործիքները։ Իրենք Մոլդովայում փորձեցին օգտագործել բոլոր գործիքները։ Մոլդովայում այդ խնդիրները հաղթահարելու առումով Եվրոպան բավականին օգնեց, բայց Հայաստանի պարագայում է շատ բարդ է լինելու, որտեղ Հայաստանը Մոլդովան ԵԱՏՄ անդամ չէր, տնտեսական այդ կարգի կախվածություն չուներ, Մոլդովան ՀԱՊԿ անդամ չի եւ ռազմական առումով այդպես կախված չէր։ Ճիշտ է, Մոլդովան ռուսաբնակ տարածք ունի, Բեսարաբիան եւ այլն, որը Հայաստանը չունի ու Փառք Աստծո որ չունի, բայց ինքը Ռուսաստանի հետ այդ կապերը չուներ։ Հիմա Ռուսաստանը այդ կապերն ունենալով հանդերձ ողջ ներուժը դնում է Հայաստանում փոփոխություններ անելու, իսկ այդ փոփոխությունները բերելու են նրան, որ Հայաստանից դուրս են գալու եվրոպական դիտորդները, օգոստոսի 8-ի համաձայնագիրը սկսած կիսահաղորդիչներից վերջացրած ատոմակայանով, կապսուլային ատոմակայանով եւ միջին միջանցք ճանապարհով դուրս է մնալու այդ ամենից, փոխարենը ինչ են անելու այստեղ, ինչ են արտադրելու, մարդկանց կեցությունը ոնց են բարելավելու, ով է ներդրումներ անելու, ինչպիսի կյանք են ապահովելու, այս ամեն ինչը չկա։ Այս ամեն ինչը ի սկզբանե նրա համար էր, որ Հայաստանը, նաև Լեռնային Ղարաբաղի անեքսիան նրա համար էր, որ Հայաստանը դառնա Բելարուսի նման մի բան, եւ հայ առաքելական եկեղեցին, հանձինս վեհապար հայրապետի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչ որ չափով երրորդ նախագահը, ինչ որ չափով առաջին նախագահը, Դաշնակցությունը եւ նրանց կողմից ստեղծված բազմաթիվ ֆեյք կուսակցություններ սպասարկում են այս գաղափարը։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը այս գաղափարի դեմ պայքարում է իր ձեռքի տակ ունեցած բոլոր գործիքներով, ժողովրդավար ճանապարհով, երբեմն էլ այդ ժողովրդավար ճանապարհից շեղվելով, բայց այս ամեն ինչը տեղի է ունեցել աշխարհի տարբեր մասերում եւ այս առումով ես էլ հակված եմ ամեն ինչ անել, որ Հայաստանի Հանրապետությանը հետընթաց չթողնել։ Ես հավատում եմ իսկապես, որ Հայաստանը արտաքին քաղաքական առումով ճիշտ գծի վրա է, չնայած դանդաղ, չնայած փոքր քայլելով, բայց ճիշտ գծի վրա է եւ ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետության իշխանությունը կարողանա այդ գիծը պահել, կարողանա գոնե մի քիչ ավելի արագ քայլեր անել, կարողանանք փոխվել այն կախվածությունից, ինչը տանում էր հնազանդության, ոչ թե անկախության։ Պարոն Սարգսյան, այլ թեմաների անդրադառնանք։ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց բանակցային փաստաթղթերը։ Դուք ինչ եք կարծում, դա ամբողջությամբ, այսպես ասած, բացահայտում է այն, ինչ Արցախյան հիմնախնդրի շուրջ տարիներ շարունակ քննարկվել է։ Նախ իմ համար զարմանալի էր, որ հրապարակված փաստաթղթերը այդքան քիչ էին, որովհետև գոնե ես մի քիչ ավելի ծավալուն էի այդ ամեն ինչը պատկերացնում։ Այստեղ հիմնականում նամակներն էր Ռուսաստանի Դաշնության նախագահին գրած Սերժ Սարգսյանի
որում նորություն չկար իմ համար, տոն է, որովհետև մինչև Լավրովի պլանը բանակցվել է տարածքներ խաղաղության դիմաց բանաձևով, Լավրովի պլանից հետո սկսվեց բանակցվել տարածքներ Ղարաբաղի ճանաչման դիմաց բանաձևով, ինքնիշխանության դեմ բանաձևով, իսկ Լավրովի պլանից հետո սկսեց քննարկվել տարածքներ խաղաղության դիմաց բանաձևով, ինչին բնականաբար Սերժ Սարգսյանը դեմ էր։ Այստեղ նորություն չկար իմ համար։ Մեղրի տարբերակով բանակցային գործընթացի առումով էլի նորություն չկար, որտեղ ես բազմաթիվ անգամներ այդ ամեն ինչը պնդել եմ, ուղղակի ինձ ստախոս էին անվանում, ասում էին նման բան չկա, սկզբնական շրջանում, հետո Վարդան Օսկանյանն ասաց, որ կա ու եղել է, բայց դրան առաջին հերթին ինքն ու Ռոբերտ Քոչարյանն են դեմ եղել, ոչ թե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, հետո ասաց, որ ինչ որ եղել է, զարմացել ենք, ուրախացել ենք եւ այլն, այստեղ էլ ակնհայտ սուտ կար, որովհետեւ նորից պիտի ասեմ, որ այս մոտեցման առաջին հեղինակը Թուրգուտ Օզանն է եղել 92 թվականին, Թուրքիայի վարչապետը, երկրորդը Պոլ Գոբլը։ Եվ ես բացառում եմ, որ նման տարբերակի առաջարկը զարմացներ գոնե Վազգեն Սարգսյանին, առավել ևս Վարդան Օսկանյանին չպիտի զարմացներ։ Վազգեն Սարգսյանի մասով չպիտի զարմացներ են առումով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր կառավարման տարիներին այդ խնդիրները կամ ցանկացած խնդիր գոնե 5 մարդու հետ քննարկում ու խորհրդակցում էր եւ Վազգենը այդ 5 մարդկանց մեջ էր եւ այդ չէր կարող գաղտնիք լինել ու Վազգենին զարմացնել, իսկ Վարդան Օսկանյանը արտգործնախարար լինելով պիտի այդ ամեն ինչն իմանար ու դրանից ընդհանրապես չզարմանար, ուրախանար, այնպես որ այն ինչ որ ինքը ներկայացնում է, այդքան էլ լուրջ չի, շատ խոցելի է եւ այստեղ հավատալու չհավատալու խնդիրը նրանում է, որ իրենք էլ գիտեն, որ ես ճիշտ եմ ասում, ուղղակի քաղաքական նկատառումներով փորձում են այդ ամեն ինչը շուտ տալ, որ գիտեք ինչ փոխանակում չի եղել, եղել է ճանապարհի խնդիր դարձել է 2021 թվականին, երբ որ գնացել են Քիվեստ։ Իսկ ճանապարհի խնդրով Լեռնային Ղարաբաղը անկախ չէր։ Լեռնային Ղարաբաղը անկախ էր մի պարագայում, երբ Լաչինը փոխանակվում էր Մեղրիով, տրվում էր 6 միլիարդ դրամ եւ դոլար, եւ Ռոբերտ Քոչյանի տրամաբանությունն էլ այն էր, որ Իրանը ժողովրդավար դառնալուց հետո արևմտյան ատրպատականը կմիանա Ադրբեջանին եւ Մեղրի հետ Իրանի հետ ունեցող կապը կդառնա ոչ մի բան, իսկ հիմա 6 միլիարդ տալիս են, ավելի լավ է այդ անենք։ Հասկանալով, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դրան դեմ կլներ, ինքը ասել էր, որ գիտեք ինչ մեզ Նախիջևանի կողմից սադարակով ճանապարհ են տալու, հնարավորություն են տալու Իրանի հետ կապ ունենալու, իսկ այդ նշանակում է Թուրքիային զրկել Նախիջևանի հետ կապից, ինչը անհնարին է, նույնիսկ ասել էր, որ սիմվոլիկ Արարատ լեռն են Թուրքիան տալու ըստ Օզալի այդ Արարատ լեռը, թե Արարատ լեռը որ տալիս են, բայց այդտեղ բնակվող քրդերին ինչ են անում, իրենց էլ են դրա հետ միասին տալի։ Մի խոսքով, այս խոսակցություններին այն ժամանակվա բոլորը տեղյակ են, ու շատ մարդ գիտի, որ ես ճիշտ եմ ասում, բայց դե հիմա Ռոբերտ Քոչյանը իր գրքում գրել է, որ այդպիսի բան չի եղել, որ այդ լավ ծրագիր է, իր որդին էլ հպարտանում է, որ վերած նախագծով այդ արդեն ուրիշ ապագա քաղաքական գործընթացներին միջամտելու համատեքստն ունի, ինչում խորանալը ես իմն եմ ասելու, իրենք իրենց է եւ դրանից ոչինչ ոչ իրենց տեսակետը չի փոխվելու, խնդիրը մնալու է մեր հանրությանը, չգիտեմ, հանրությունը թող գնահատի յուրաքանչյուր մարդու անկեղծությունը, ով ինչի համար է ասում։ Պարոն Սարգսյան, բայց այս բանավեճը կանգ առավ գործող եւ նախկին ղեկավարների մեջ, թե նոր բանավեճ առաջացրեց, որովհետեւ ասում են 19 թվականին առաջարկ է եղել, որով Արցախը հայկական էր մնում։ Չէր կարող նման առաջարկ լինել, Արեգ ջան, ես չեմ հավատում։ Ես չեմ հավատում, որ կարող էր նման առաջարկ լինել, ասենք Հայաստանը կարող էր առաջարկել։ Այն ինչ որ Սերժ Սարգսյանն առաջարկում է Պուտինին գրած նամակում, ինքը ասում է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, օրորի
նորանոր պահանջներ է դնում, այսինքն ասում է, որ մեր ցանկացած զիջումից հետո Ադրբեջանը նոր պահանջ է դնելու։ Իսկ Ադրբեջանը իմ կարծիքով այն պահից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ասեց տղա եք Ղարաբաղը պահեք, այդ պահից որոշեց, որ որևէ պարագայում Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել հայկական, հետևաբար չեն կարողանալու պահել ու գնում էր այդ սկզբունքով։ Դրա համար է, որ ոչ փուլային, ոչ պատետային, ոչ, չգիտեմ, քիվեստում էր մերժողը եղել է ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ Հեյդար Ալիևը։ Նույնը եղել է նաև Մադրիդյան սկզբունքների հետ, նույնը այդ պարագայում, որ 5 շրջանները տալիս ես, Քելվաջարն ու Լաչինը պահում ես, հետո Լեռնային Ղարաբաղում հանրաքվե կամ քվեարկություն է լինում, որից հետո տալիս ես նաև Քելվաջարը, Լաչինում թողում ես այդ միջանցք ու ինչ։ Ալիևը դրան համաձայնում էր, իհարկե չէր համաձայնում։ Մերժում էր, որտեղ Ալիևը օր-օրի մեծացնում էր իր ռազմական բալանսը եւ Հայաստանի առաջարկած ցանկացած պահանջից հետո, օրինակ Կազանի պահանջից հետո Սերժ Սարգսյանի նամակում գրել է, որ իր նամակում գրել է, որ Իլհամ Ալիևը այ Կազանի մեր հանդիպման ժամանակ լրացուցիչ 11 նոր պահանջ է դրել։ Նույնիսկ այդ 11-ին, որ համաձայնվել, էլի 31 պահանջ էր դրվելու։ Այսինքն դա էլի նորից եմ կրկնում 26 թվի նախընտրական շրջանում բանավեճի թեմա է, որ նախկին իշխանություններն ասում են, ուզում են այդ ամեն ինչը բարթեն գործող իշխանության վրա Լեռնային Ղարաբաղի կորուստը, գործող իշխանություններն էլ ասում են, որ դրա մեղավորը դուք եք, որովհետև դուք բանակցային process-ում ճանաչել եք այդ ամեն ինչը, ուղղակի դուք ժողովրդից թաքուն եք պահել։ Մեծ հաշվով Լեռնային Ղարաբաղի կորստի խնդիրը կամ Լեռնային Ղարաբաղին սպառնացող վտանգը պարզ է եղել բոլորին։ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած 95 թվականից սկսած արդեն պարզ էր, որ խնդիրը այս համատեքստում, որ միջազգային հանրությունն է դնում ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականությամբ, խնդրի լուծումը շատ բարդ է լինելու։ Որտեղ նույնիսկ 5 շրջանները հետ վերադարձնելուց հետո ես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության մեծ մասը լքելու էր Լեռնային Ղարաբաղը։ Լեռնային Ղարաբաղը այդ տարիներին լքում էին այնպես, ինչպես Հայաստանն էին լքում եւ արտագնա աշխատանքի եւ այլնի այս ամեն ինչի համատեքստում, իսկ ստատուս քվոյի հետևակի փոփոխությունը վերելու էր նրան, որ մարդկանց հավատը կորելու էր, որ Ադրբեջանը հետ եկավ, նորից կրակելու է։ Այդ տարածքները ինչի ազատագրվեցին, որտեղ այդ տարածքներից ռմբակոծում էին Լեռնային Ղարաբաղ, ազատագրվեցին եւ այդ տարածքները անվանվեցին անվտանգության գոտի։ Հիմա եթե անվտանգության գոտին հանձնում ես ու որևէ երաշխիք ապահովող չկա, ապա այդտեղ մնացողը չէր լինելու։ Հետևաբար այս համատեքստում էլ ես կարծում եմ, որ Ադրբեջանը բացի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում եւ ադրբեջանական անձնագրերով այլ տարբերակի չէր համաձայնելու։ Տարբերակները կարող էր փոխվել մի պարագայում, եթե Լեռնային Ղարաբաղի իշխանությունները եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ոչ թե ռուսական ուղեծրում մնային հույսները դնելով, որ Ռուսաստանը կպահի ստատուս քվոն, որովհետև այդ իրեն ձեռնատու է, այլ թեքվեին դեպի արևմուտք։ Այդ դեպքում նախ ռազմական բալանսը նման շեշտակի փոփոխություն չէր ունենա։ Երկրորդ արևմուտքը երկու ոտը դրած մի կոշիկ չերացի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երկարևոր է իր համար։ Ինչի համար եմ այդպես կարծում, որովհետև նման տարբերակով արևմուտքը լուծել է խնդիրներ Կոսովոյում, այսինքն եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները ճանաչեին Կոսովոյի պետությունը կամ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ճանաչեին Կոսովոն, ոչ թե Դոնբասն ու Լուգանսկը, միգուցե արևմուտքն ու Եվրոպան էլ այդ դեպքում աջակցեին Լեռնային Ղարաբաղին ու Լեռնային Ղարաբաղը միանշանակ չտեսնեին Ադրբեջանի կազմում։ Այսինքն ես գտնում եի, որ սա ճանապարհ է։ Ավելին արևմուտքը վերջի շրջանում, Բայդենի իշխանության շրջանում, երբ որ միջամտում էր այդ գործընթացին, մասնավորապես Բոնոն ուղիղ բանակցում էր արդեն Լեռնային Ղարաբաղի իշխանության Արայք Հարությունյանի հետ, Սոֆիայի հանդիպման եւ այլնի առումով, այստեղ խնդիրը գնում էր նաեւ այդ բանակցությունների արդյունքում հասնել նրան, որ Ադրբեջանին պարտադրել, որ նրան մաքսիմալ ինքնավարություն տա Լեռնային Ղարաբաղին, բայց միևնույն է Լեռնային Ղարաբաղի բնակչությունը
Եվ Հայաստանի նախկին իշխանությունները գտան, որ այդ ճանապարհը փակուղի տանող է, որ ռուսներն են, որ միայն կարող են այդ հարցը լուծել, որ եթե այդ ճանապարհով չգնա, ապա բլոկադան կբացեն Լեռնային Ղարաբաղում։ Դա Արայք Հարությունյանի ուին վերջի զրույցներից է եղել։ Արայք Հարությունյանն ասաց, որ ինքը լրիվ մենակ է, որևէ մեկը չի գտնում, որ ինքը պիտի Բուլղարիա գնա, անգամ իր ընտանիքի անդամները, բոլորը գտնում են, որ եթե չգնա, ռուսները կբացեն Լաչինի Միջանցքի այդ արգելափակումը եւ մարդիկ բլոկադայից հետո շուտ կքաշեն ու խնդիրները լուծվել։ Այսինքն իմ կարծիքով ռուսական ուղեցրում մնալը Լեռնային Ղարաբաղի պահպանության շանսերը զրոյացրեց, իսկ 2023 թվականի սեպտեմբերը հիմնավորապես ապացուցեց, որ դա այդպես է։ Եվ Ռուսաստանի պարագայում դա այդպես էլ լինելու է, եթե նույնը շարունակվի, ու ես մշտապես բերում եմ Սիրիայի օրինակը, Բաշար al-Ասադի օրինակը, ով մինչև վերջի պահը մնաց ռուսական ուղեցրում, բայց Ռուսաստանի իշխանությունները այսօր գրկաբաց ընդունում են Սիրիայի նոր իշխանություններին, ովքեր պայքարել են ռուսական զորքերի դեմ, ովքեր պայքարել են Բաշար al-Ասադի դեմ, ու այսօր իրենք Մոսկվա գալով պահանջում են Բաշար al-Ասադին, որպեսզի Ռուսաստանը տա ու տանեն դատեն։ Այսինքն ամբողջ խնդիրը հակադրությունը ռուսական գծի մեջ եղածների այս համատեքստում է։ Իրենք ուզում են ասել, որ Ռուսաստանը բարեկամ է, Հայաստանը անշնորհակալ պետություն է եւ Հայաստանն է մեղավոր, որ այդ ամեն ինչը եղավ, բայց իրականում խնդիրը բացարձակ այդ հարթությունում չէ։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի շահերը համընկել են այդ փուլում համընկել է Թուրքիայի, Ռուսաստանի ու Ադրբեջանի շահերը, դա ռուս-թուրք-ադրբեջանական ծրագիր է եղել եւ ռուս-թուրք-ադրբեջանական կողմը Մեղրիին Զանգեզուրի միջանցք ունենալու կողմնակից է եղել։ Բարեբախտաբար այդ ամեն ինչ չստացվեց։ Պարոն Սարգսյան, Մոսկվան է արձագանքել այս փաթեթի հրապարակմանը եւ նշում են, որ էթիկայի անտեսում է։ Սա Զախարովան ներկայացնելով պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն ասում է պարզապես Երևանը անտեսեց էթիկական նորմերը, բացահայտելով Մինսկի խմբի 3 համանախագահների աշխատանքային նյութերը, առավել ևս պետությունների ղեկավարների միջև նամակագրություն առանց շահագրգիռ կողմերի հետ պատշաճ համակարգման, այսինքն Վլադիմիր Պուտինից եւ Սերժ Սարգսյանից թույլտվություն չի եղել այդ նամակը հրապարակելու հարցում, ճիշտ դիտարկում չէ սա։ Գիտեք, ես ձեր մոտ հենց ձեր եթերում եմ ասել, որ դուք ինձ հարց տվեցիք, ասացիք, իսկ ինչի իշխանությունները չեն հրապարակում այդ բանակցային թղթերը։ Ես ասացի, իսկ ինչու նախկին իշխանությունները այդ թղթերը չեն հրապարակում, որտեղ իրենք միանշանակ այդ թղթերի գոնե պատճենները իրենց տներում ունեն, իսկ Ռոբերտ Քոչյանն անգամ օրիգինալները։ Եթե Նիկոլ Փաշինյանը չի հրապարակում, թող իրենք հրապարակեն։ Իսկ իրենք չէին հրապարակում հենց դրա համար, որ Մոսկվայից չասեն, որ էթիկայի կանոնները խախտվել են։ Իրենք ուզում էին, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակի, որպեսզի ասեն Նիկոլ Փաշինյանը բերամբաց։ Մոտավորապես այս համատեքստում է։ Իսկ դա էթիկայի կանոնների խախտում է, թե խախտում չէ, եթե անձնական նամակներ են, եթե ես ու դուք իրար հետ առանձին անձնական նամակագրություն ունենք, ու դա առանց ձեր կարծիքը հարցնելու ես հրապարակում եմ, այո, դա բարոյական նորմի խախտում է։ Բայց եթե դա միջպետական համաձայնագիր է, որով միջպետական հարցերի է վերաբերվում, որով մի ողջ պետության կամ ժողովրդի ճակատագիր է որոշում, ապա դա անձնական նամակագրություն չէ եւ այդ առումով ես կարծում եմ, որ Տիկին Զախարովան սխալ է գրում։ Եթե Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը իրենց ընտանիքների, զավակների կամ թոռների հարցը քննարկեին, իհարկե այդ դեպքում խնդիր էր, բայց այստեղ հայ-ադրբեջանական փոխհարաբերություններն են քննարկվել Մինսկի խմբի եռանախագահող անդամ մի երկրի ղեկավարի հետ, ու դա չի կարող անձնական լինել։ Այնպես որ Տիկին Զախարովային որոշակի պատրվակ է պետք Հայաստանի վրա ինչ-ինչ մեղքեր բարթելու, այն դեպքում, որ ինքը երբեք չի տեսնում այն մեղքերը, որը անում է Ադրբեջանը, ու այդ առումով Ադրբեջանի երբեք չի մեղադրում։ Եվ Իսկ Հայաստանի այնուհանդերձ կարծում են իրենք, որ այս հրապարակված փաստաթղթերով
համոզիչ կերպով ցույց են տալիս այն, որ բանակցությունների տարբեր փուլերում հնարավորություններ է ստեղծվել հակամարտության քաղաքական եւ դիվանագիտական կարգավորման եւ այնտեղ ապրող ժողովուրդների, այսինքն տարածաշրջանի շահերը հաշվի առնելու համար խնդիրը կարգավորել, այսինքն ասում է, որ սա խնդիրը խաղաղ տարբերակով լուծելու փաստաթղթեր եք հրապարակել։ Ընդհանրապես Մինսկի խմբի անդամ բոլոր երկրներն էլ բազմաթիվ անգամներ ասել են, որ խնդիրը չունի ռազմական լուծում։ Այդ մասին անընդհատ բարձրաձայնում էր նաև Սերժ Սարգսյանը, հիմա էլ Ազատություն ռադիոկայանը ամեն շաբաթ այդ խոսքերը դնում է, ինչ որ հաղորդաշար ունի, Ռոբերտ Քոչյանն ինչ է ասել, Նիկոլ Փաշինյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, եղբայրս Վազգենն ինչ է ասել, ու այդտեղ Սերժ Սարգսյանից բերում են այդ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում։ Այսինքն Հայաստանի Հանրության բնակչությունն էլ իր մեծամասնության մեջ մտածում էր, որ Ռուսաստանին բացարձակ ձեռնատու չի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, Ռուսաստանին ձեռնատու է ստատուս քվոն պահելը, որպեսզի ազդեցություն ունենա Ադրբեջանի ու Հայաստանի վրա, որտեղ բավարար է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվեր, ու Ադրբեջանի վրա Ռուսաստանի ազդեցությունը զրոյական էր դառնալու։ Հետևաբար, այս համատեքստում է, որ Հայաստանի իշխանությունները ամբողջությամբ հույսները դրել են Ռուսաստանի վրա ու ասել են ջհանդամը թե Ադրբեջանը զինվում է, ջհանդամը թե Ադրբեջանին այդ քանակությամբ զենք չեն վաճառում, միևնույն է Ռուսաստանը այդ չի տա, որտեղ Ռուսաստանին դա ձեռնատու չէ։ Բայց պարզվեց, որ սխալ է, որ շահերը համընկան, որ 2012 թվականից հետո մեծ քանակությամբ զենք սկսեց վաճառվել Ադրբեջանին, եւ Ադրբեջանը օր-օրի խնդիրն ավելի խստացնելով վերեց հասցրեց նրան, որ ասեց տարածքները պիտի վերադարձնեք խաղաղության դիմաց, ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց։ Իսկ այդ տարբերակը Հայաստանի Հանրապետության բնակչության համար եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար բացարձակ անընդունելի էր։ Ես պիտի ասեմ, որ ես մշտապես ասել եմ, ու իմ նախկին հարցազրույցներն էլ եթե բարձրացնեմ, ես ասել եմ, որ մադրիդյան սկզբունքները տեսնում եմ որպես Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման տարբերակ։ Ես դրա կողմնակիցն եմ եղել ու հիմա էլ չեմ թաքցնում։ Բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ այդ տարբերակին դեմ է եղել Իլհամ Ալիևը, դեմ է եղել Ադրբեջանը։ Եվ ամբողջ խնդիրը նրանում է, որ իսկապես Ռուսաստանը, եթե ինքն էլ ուզենար, որ այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծվեր, ապա կլուծվեր, բայց ոչ Ռուսաստանը, ոչ Ադրբեջանը կողմնակից չեն եղել, որ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծվի, դրա համար էլ Մինսկի խմբի աշխատանքը ոչ արդյունավետ է եղել։ Եթե կողմերից որևէ մեկը առավել եւս այն պետությունը, որը այդ վեճի կողմ է, ինքը խաղաղ լուծման կողմնակից չէ, Մինսկի խումբը ինչ ուզում է աներ, չէր կարող այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծել։ Ադրբեջանը օր-օրի սպառազինությունն ավելանում էր եւ տանում էր խնդրի ռազմական լուծման, դրա համար ինքն ուներ ՄԱԿ-ի երկու բանաձևերը, տարածքային ամբողջականության սրբազան համարվելը միջազգային իրավունքով եւ գտնում էր, որ պատերազմով խնդիրը կլուծի։ Եվ Ռուսաստանն էլ այդ համատեքստում արդեն Լավրովի պլանով Հայաստանին առաջարկեց, որ եթե պատերազմ չես ուզում, տարածքները դուր։ Սրան բնականաբար Սերժ Սարգսյանը չհամաձայնվեց, իր այդ նամակը դրանում է եւ տեղի ունեցավ այս գործընթացները մինչեւ Նիկոլ Փաշինյան։ Եվ պարոն Սարգսյան, մեկ այլ թեմայի անդրադառնանք ու եզրափակենք։ Արարատ Միրզոյանը գնաց Բրյուսել, ուշագրավ փաստաթղթեր ստորագրեց, 15 միլիոն եվրո ստացավ Հայաստանը կամ Կստանը առաջիկայում, այդ թվում նաև հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար, եւ դրանից ուղիղ 1 օր անց ձեռնպա քվեարկեցին արևմտյան այն դիրքորոշմանը, որ պետք է Ռուսաստանը Ուկրաինայի երեխաներին օր առաջ վերադարձնի, հումանիտար մի հարց, առանց քաղաքական ինչ-որ ենթատեքստեր պարունակելու։ Ինչու է Հայաստանը դեռ շարունակում կաշկանդված մնալ Ռուսաստանից ու նույնիսկ այս հումանիտար բանաձևերին ձեռնպա է քվեարկում։ Սխալ են անում, ես համարում եմ, որ դա սխալ է, որ իրենք ձեռնպահ են քվեարկում, առավել եւս հումանիտար հարցերին, առավել եւս երեխաների խնդրին, առավել եւս այն հանգամանքի դեպքում, որ Հայաստանը ինքը եղերն է տեսել, հայ զավակների մի մասը մանկատներում են մեծացել, առաջին համաշխարհայինից հետո։ Գերիներ ունենք Ադրբեջանում։ Ես կարծում եմ, որ սխալ են անում։
Ինչու են անում, այդ ինչու են անում հարցի պատասխանը վախն է։ Ումից են վախենում Ռուսաստանից։ Իսկ ումից որ վախենում ես, պիտի նրան ենթարկվես, թե պիտի փորձես նրա հետ հակադրվես կամ ազատվես այդ վախի սուբյեկտից։ Ես կողմնակից եմ, որ այդ վախի սուբյեկտից ազատվենք, ես կողմնակից եմ, որ մենք ավելի մեծ քայլերով դեպի արևմուտք, դեպի Եվրոպա գործընթացներ անենք եւ այդ պարագայում Ռուսաստանի ազդեցությունը կփոքրանա եւ այդ վախեցնելու հնարավորությունն էլ կփոքրանա։ Ինչ կարող է անել Ռուսաստանը, որից վախենում է Հայաստանի իշխանությունը, Ռուսաստանը միևնույն է, այդ ինչ կարող է 2026 թվականին անելու է, այնպես որ այս առումով զգուշավորությունը ես խնամքով վերաբերվել չէի համարի, եւ ես համարում եմ, որ Հայաստանի արտգործնախարարությունը կոպիտ սխալ է արել, որ ձեռնպահ է քվեարկել։ Ես նաև չեմ ողջունում եմ, որ Ադրբեջանը չի մասնակցել, այսինքն իմ ընկերներ կան, որոնք ասում են գոնե չմասնակցել, չէ, պիտի կողմ քվեարկել ակնհայտ, որովհետև հումանիտար խնդիր է եւ մեր ժողովուրդը իր մաշկի վրա այդ ամեն ինչը տեսել է ու չի կարող դրան դեմ լինել։ Դա դուր կգա Ռուսաստանին, դուր չէր գա Ռուսաստանին, այդ լրիվ ուրիշ հարց է, բայց դուր չգալու դեպքում Ռուսաստանը հաստատ այդ պատրվակով Հայաստանին պատերազմ չէր հայտարարել։ Ինչն է կաշկանդել, ինչ կլիներ օրինակ Հայաստանի հետ, եթե կողմ քվեարկեին։ Ես կարծում եմ, բացի տնտեսական, էներգետիկ եւ այլ լծակներից, ուրիշ լծակներ Ռուսաստանը չունի։ Ես չեմ տեսնում այնպիսի ռիսկային բան, որը կանի Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ, որը ներքաղաքական կյանքում կամ մեր սովորական մարդկանց կյանքում լուրջ հետևանքների կբերի։ Չեմ կարող ասել, կաշկանդել է, չի կաշկանդել, խնդրանք է եղել կամ չի եղել, չգիտեմ, հապկում լինելը, ԵԱՏՄ անդամ լինելը, բայց ցանկացած պարագայում ես համարում եմ, որ այդ գինը, ինչ գին էլ խոստացած լինեն Ռուսաստանից, այդ գոնե ձեռնպահ լինելու, այդ գինը դա չարժի, որովհետև իմ կարծիքով դա բարոյական նորմ է եւ այդտեղ Հայաստանը պիտի դրսևորեր այնպես ինչը բարոյականությունն է թելադրում, նորից եմ կրկնում, որտեղ եղեռնից հետո պայմանչուկները, ովքեր առանցնող էին մնացել, մեծացել են մանկատներում, տարբեր երկրներում, եւ այդ լիարժեք արդարացման պարամետր է, որ Հայաստանը կարող էր ներկայացնել Ռուսաստանի իշխանություններին եւ ասել, որ մենք պարտավոր էինք այդտեղ կողմ քվեարկել։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ, Մարիկ ջան։